Հովսեփ Ավետյան, ոսկերիչ, թանկարժեք քարերի հարցերով փորձագետ։ Հեմոլոգիայի ոլորտում համարվում է լավագույն մասնագետներից մեկը Իրանում։ Թալա հայտնի ոսկերչական ընկերության նախագահ, Հայդատի հանձնախմբի Թեհրանի գրասենյակի ղեկավար։ Պարոն Հովսեփ, լսել եմ, որ դուք Վասպուրականի արքաների հայտնի արծրունիների տոհմից եք սերում, իսկապես այդպես է։ Այո, այդպես է, իմ ընտանիքս ծագումով վանեցի են, Հովսեփ Պոչովյան արծրունին, իմ մեծ հայրս շատ հանրահայտ անձնավորություն էր վանում, Պոչովյանները կապվում են արծրունյաց տոհմին։ Վանում ինչով էին զբաղվում նախնիները։ Իմ մեծ հայրս վաճառական էր, իսկ նախքան այդ լավ առևտրականներն էլ է, արհեստավորներն էլ է բավականին հայտնի։ Ոսկերիչներ ավելի հեռու նախնիների մեջ թվում չեն եղել։ Ոչ։ Առաջին հայրիկը եղավ։ Այո, առաջին հայրիկս եղել է։ Փաստորեն ցեղասպանությունից հետո արդեն ձեր պապիկը տեղափոխվեց Պարսկաստան, հա։ 100 տարի առաջ Վանի ինքնապաշտպանությունը եղավ։ Երբ ռուսական բանակ արդեն քաշվում էր արևմտա Հայաստանից, իմ ընտանիքս քաշվեցին իրենց հետ եւ եկան հաստատվեցին Ռոստով։ Բայց հետո արդեն սովետական միությունն էր գալիս, Ստալինյան բռնապետությունը սկսել էր, իմ մեծ հայրս որոշեց, որ թողնել սովետական միությունը, նախ իրենք գաղթեցին Թիֆլիս, հետո Թիֆլիսից հետո եկան Երևան, Երևանից հետո եկան Թավրիզ։ Հայաստանում էլ են ապրել։ Այո, շատ կարճ իհարկե։ Հետո տեղափոխվում են Թավրիզ եւ Թավրիզ 1932 թվականին իմ հայրս է ծնվում։ Թավրիզի պայմաններն էլ այդքան լավ չէին, հետո իր մայրը որոշում է, որ տեղափոխվեն Թեհրան, եւ Թեհրանում մոտավորապես ինքը 13-14 տարեկան էր, որ մի ռուսահայ ժամագործի մոտ ինքը սկսում է ժամագործություն անել։ 6 ամիս գործում է ոսկերչական աշխատանքներով, հետո թողնում է եւ սկսում է ինքը իր եղբայրների հետ ոսկերչություն անել։ Լենվել Ավետյանը Իրանում իր ժամանակի լավագույն ոսկերիչներից մեկն է եղել։ Նա հանդիսացել է երկրի վերջին շահի Մոհամմադ Ռեզա Փեխլևիի անձնական ոսկերիչը։ Թագավորական պալատում պատասխանատու էր օտարերկրյա հյուրերին մատուցվող թանկարժեք նվերների պատրաստման ու ձևավորման համար։ Նրա պատրաստած զարդեր կրելը պատիվ են համարել 20-րդ դարի ամենաազդեցիկ մարդկանցից շատերը, որոնց թվում են եղել կայսրեր, իշխաններ, նախագահներ, հոգևոր առաջնորդներ։ Լենվել Ավետյանի ստեղծագործական գլուխգործոցներից են Իրանի շահի եղբոր կնոջ թագը, որը հիմա թանգարանում է պահպանվում, Ալբանիայի թագուհու թագը, այժմ Գերմանիայում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածնի ոսկե արձանը։ Ավետյանը եղել է Իրանի պետական բանկի ոսկերչական իրերի թանգարան պահոցի գլխավոր խորհրդատուն ու պահապանը։ Զբաղվել է նաև կրթական ու հասարակական գործունեությամբ։ Անվճար գեմոլոգիա ու ոսկերչություն է դասավանդել երիտասարդներին։ Հիմնել է Վասպուրական պատմական հարցերի կենտրոնը։ Լենվել Ավետյանը վախճանվել է 2012 թվականին 80 տարեկանում։ Տեհրանում բազմաթիվ հայ ոսկերիչներ կային, այդ թվում նաև տաղանդավոր, բայց հենց ձեր հորը հաջողվեց դառնալ արքունյաց թագավորական ընտանիքի ոսկերիչը, ինչպես։ Այո, նախ իրեն շատ վստահություն կար, ինքը որովհետև մասնագետ էր իր գործի մեջ, իրեն շատ էին վստահում։ Նախ ինչպես իմացավ թագավորը ձեր հոր մասին։ 70 թվականների սկիզբը, 60-ական թվականների վերջը ինքը իր աշխատանքով արդեն հայտնի էր դարձել Պարսկաստանում։ Այսինքն լավ դիզայներ ուներ, ծանր աշխատանքներ ուներ եւ պալատն էլ սկսեցին իր հետ թարգալ անել եւ պատվերներ էին տալիս, ինքը աշխատում էր, սարքում էր։ 1967 թվականին էր, որ ուղղակի առաջարկ ստացավ, որ աշխատել պալատի հետ։ Եվ նա ոչ միայն աշխատում էր անձամբ ընտանիքի անդամների համար, այլ նաև պատասխանատու էր ցանկացած օտարերկրյա պատվիրակության, հյուրի կամ օտարերկրյա այցելության ընթացքում նվերների պատրաստման համար, որքան գիտեմ։ Այո, այդպես էր, հանդիսությունների ընթացքին շատ պատվերներ էր ելնում, որ նվերներ էր տալիս թագավորը հյուրերին, որ եկել էին այցելում էին Պարսկաստան, եւ այդ ընթացքին իմ հայրս բավականին դերակատար էր այդ նվերները պատրաստելու մեջ։ Ենթադրում եմ անձնական հարաբերություններ հայրիկը Շահ Ռեզա Փեհլևիի հետ ուներ, ինչպիսի հարաբերություններ էին։ Թագուհու հետ հարաբերությունը ավելի մոտ էր, որտեղ ինքը հաճախ գալիս էր խանութ այցելում էր,
որոշ բաների համար, շահի հետ էլ հանդիպել է։ Շահի շրջապատում բազմաթիվ հայեր կային, ասում են։ Շահի շրջապատում այն ժամանակ բազմաթիվ հայեր կային, այո, իր մտերիմ ընկերներից մեկը հայ էր, շատ հայեր կային, այո, այն ժամանակ։ Ինքը բավականին սեր ունի մեր աշխատանքի վերաբերյալ ոսկերչական եւ բնականաբար լավ գործը գնահատվում էր։ Ազգությամբ պարսիկ տաղանդավոր ոսկերիչներ եւս կան, բնական է Թեհրանում։ Այդպիսի խանդ չկար, որ թագավորի պալատական ոսկերիչը, չգիտես ինչու հայ է։ Գոհարեղենի վերաբերյալ ինքը շատ մասնագիտական եւ լավ կարողություններ ուներ, որ մյուսները համեմատաբար ավելի փորձառությամբ էին գտնել իրենք այդ տեղեկությունները։ Եվ մեր գործի մեջ ամենակարևորը այն է, որ հաճախորդը քեզի վստահի, որ ներդրումը, որ անում այդ ապրանքի վերաբերյալ, վստահ ելնի, որ ճիշտ ապրանք է տան։ Դե իսկ երբ թագավորի պես պատվիրատու ունես, սարեր կարող է շուռ տալ։ Բնական է։ Ենթադրում եմ 79 թվականին շատ լուրջ փոփոխություններ տեղի ունեցան նաև ձեր ընտանեկան բիզնեսում, հաշվի առնելով, որ երկրում տեղի ունեցավ հեղափոխություն, իշխանափոխություն։ 79-ին երբ հեղափոխությունը եղավ եւ հետո պատերազմը Իրան-Իրաքի անմիջապես սկսեց, հեղափոխությունից հետո պետությունը նաեւ իրեն ինչպես անցյալում իրեն վստահեցին կենտրոնական բանկայի շատ հատուկ թանգարան կա Գոհարեղենի, ինչպես թագավորի թագը, Նադեր Շահի սուրը, Դարյայի նուրը, որ աշխարհի ամենամեծ վարդագույն ադամանդն այնտեղ է գտնվում։ Պատերազմի ժամանակ, երբ Իրան-Իրաք պատերազմ էր գնում, ռմբակոծություններ շատ էր ելնում Թեհրան։ Եվ այդ թանգարանի շատ մոտ մի անգամ ռումբ է գտնում եւ կենտրոնական բանկայի վարիչները, պատասխանատուները եւ պետությունը զգում են, որ պիտի այդ թանգարժենք իրերը տեղափոխեն։ Եվ Իսլամական Հանրապետության պետությունը ուղղակի դիմեց իմ հորս, որպեսզի այդ իրերը տեղափոխի մի ապահով վայր։ Ինքը շատ արագորեն մի փոքր թիմ սարքեց 5 հոգանոց, որ 5-ից 2 հատը հայ էին, եւ դրանք ամբողջ իրերը առաջ ցանկագրեցին եւ հետո հավաքեցին եւ տեղափոխեցին մի ապահով վայր։ Ինչ վստահություններ պետք ունենալ, չէ՞, մարդու հանդեպ։ հանդեպ։ Ասեն նույն չափ վստահություն ինչպես կար նախքան հեղափոխությունից հետո էլ նույն չափ մեր հանդեպ հարգանք ու վստահությունը կար։ Հետաքրքիր է, մոտավորապես այդ գանձերը որքան կարող էին արժենալ։ Գանձերը անարժենք են, գին չի ելնի դնել վրա։ Հաճելի է գիտակցել, որ հայի վստահում են այդպիսի պատասխանատվություն Այո, իրան։ իսկապես այդպես էր։ Պարոն Ավսեբի, երբ հիմնադրվեց Թալա բրենդը։ Թալան 1950 թվականին փետրվար ամսվան իմ հայրս հիմնադրեց, իսկ 1973 թվականին այս Թալա շենքը սարքեց։ Թալա պարսկերեն նշանակում է ոսկի։ Այդ անունը կրող անվանի բրենդը այժմ հայտնի է ոչ միայն Իրանում, այլ նաև Եվրոպայի ու Մերձավոր Արևելքի բազմաթիվ երկրներում։ Թալայի մասնագիտացված խանութը ամենամեծն է Իրանում ու խոշորագույններից մեկն է ողջ տարածաշրջանում։ Այն փակվել էր 1979-ին հեղափոխությունից հետո ու կրկին վերաբացվել արդեն 30 տարի անց։ Հրեշտակների սրահ կոչվող առևտրի դահլիճից բացի Թալահամալիրը ունի նաև գրասենյակներ, արտադրամասեր, պահոցներ ու հաճախորդների հանգստի համար ստեղծված ստորգետնյա արհեստական բացառիկ քարանձավ, որի ձեռակեր ստալակտիտներն ու ստալագնիտները պատված են կիսաթանկարժեք քարերով։ 3333 հրեշտակների քանդակներով զարդարված սրահի պատին պատկերված է հսկա ոսկեզոծ քարտեզ, որի թանկարժեք քարերով նշված են աշխարհի այն հանքավայրերը, որտեղից ընկերությունը հումք է ներկրում։ Թալայի զարդերը ձեռք են բերել ու կրել աշխարհի ամենանշանավոր մարդիկ, գերտերությունների առաջնորդներ, ֆինանսա-արդյունաբերական մագնատներ, շոու բիզնեսի աստղեր։ Նրանց թվում են Բրիտանիայի արքայազն Ֆիլիպը, Իսպանիայի թագավոր Խուան Կարլոսը, Օմանի իշխան Ղուբազ բին Սայադը, Մարոկոյի արքա Մոհամեդ 6-րդը, Հունաստանի թագավոր Կոնստանտինը, Դանիայի թագուհի Մարգարետը, Մոնակոյի արքայադուստր Գրեյսը, Խորհրդային Միության առաջնորդ Լեոնիդ Բրեժնևը, Ֆինլանդիայի նախագահ Ուրիո Կոկկենենը, ԱՄՆ առաջին տիկին Ժակլին Քենեդին, միլիարդատեր Արիստոտիլ Օնասիսը, դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորը։
Բան ասել, ձեր գործում դե տեխնոլոգիաները չափազանց մեծ դեր են կատարում։ Դու ուզում ես եղիր տաղանդավոր, ուզում ես եղիր ճաշակով, բայց ժամանակակից տեխնոլոգիաները իհարկե առավելություն են։ Այդ իմաստով ձեր հայրիկը, ձեր գործը, ձեր տեխնոլոգիաների իմացությունը գնահատում էր, այ երբ տեսնում էր, որ դուք կարողանում եք անել ավելին, քան ինքը, ո՞նց էր վերաբերվում։ Այդպես է, հիմակվա տեխնոլոգիան բավականին հեշտացրել է։ Նախկինում եթե 1 ամիս, 2 ամիս պիտի մի աշխատանքի համար շատ մանր աշխատանք տանեին, հիմա դա ավելի արագացել է, կարելի է 2 շաբաթում, 3 շաբաթում նույն գործը։ Հատուկ մեր հաճախորդներից մեկի համար ռոզ ծաղիկ էի սարքել։ Հայրս, որ մի օր եկավ խանութ, տեսավ իմ ձեռքից մեջ ծաղիկը, նայեց, ասեց, որ իսկապես բրավո, երևի ես էլ չէի իմանա այսպես մի բան, այս գեղեցկությամբ սարքեի, եւ այդ շատ ինձ ուրախացրեց։ Այսինքն դուք ոչ միայն ընտանեկան բիզնեսի ղեկավար եք, այլ անձամբ շարունակում եք ոսկերչությամբ զբաղվել, անձամբ գծում եք, անձամբ աշխատում եք, մեր աշխատանքը 3 բաժինից է բաղկացած, որպեսզի հաջողի։ Առաջինը ճիշտ ապրանք մատուցանելը հաճախորդին, եւ դա վստահություն է պետք։ Երկրորդ հարցը իր հատուկ դիզայնն է։ Մենք պատահած 4 ամիս, 5 ամիս միայն դիզայնի վրա ենք աշխատում։ Այդ ապրանքը մինչև գալիս է արտադրվում է, քարերն է ջոկվում, դուրս է գալիս որպես գործ, պատահած 6 ամիս տևում է մեզ համար։ Պատճառը դա է, որ մենք փորձում ենք մեր ապրանքները ամենը յուրահատուկ լինեն։ Ոչ մեկը մյուսին նման չի։ Ամեն մի ապրանք, որ մենք բոլորը մեկ օրինակով են արտադրվում։ Այո, բոլորը մեկ օրինակ։ Դա սկզբունք է։ Բոլոր, այո, սկզբունք։ Դե հիմա մի բան բացատրեք։ Եթե հաջողված գործ է, զարդը հաստատ պահանջարկ կունենա։ Ինչն է խանգարում եւս 1-ը, 4-ը, 8-ը, 20-ը արտադրել եւ դրանով փող վաստակել։ Մեր մոդելը գործի այդպես չի, այսինքն իմ սկզբունքս այնպես է, որ այդ գործը ամենալավը պիտի ելնի եւ դրա համար մենք շատ ժամ ենք դնում, ամենալավ քարերն ենք օգտվում վրան, եթե ադամանդը ամենամաքուր քարը։ Այսինքն չի ստացվի, երկրորդ անգամ նույնը չի լինի, էլի։ Կստացվի, բայց մենք պարզապես չենք անում, որտեվ հաճախորդը այդ իր լինելը, որ մենակ ինքը ունի, այդ էքսկլյուզիվ լինելու հարցը արդեն կկորի այդ մեջտեղ։ Իսկ երրորդ բաժինը, որ ուզում եմ ասել, մեզ մոտ այնպես չի, որ գան ապրանքը առնեն գնան։ Հաճախորդը ժամադրվում է եւ ամբողջ իր օրը անցեկացնում մեզ մոտ։ Հաճախորդները սովորաբար ովքեր են, պարսիկներ են, թե մեր հաճախորդները մեծամասնությամբ պարսիկներ են, իհարկե հայեր էլ շատ կան, բայց մեծամասնությամբ ծանր հաճախորդները պարսիկներ են։ Ես բախտ եմ ունեցել այս 7 տարվա մեջ բավականին մեծ քարերի առևտուր անեմ, 6 կարատ, 7 կարատ, մինչև 10 կարատ նույնիսկ կարողացել եմ ծախել։ Եվ Պարսկաստանը գիտեք մեծ երկիր է եւ հարուստ երկիր է։ Եվ մեր աշխատանքը ստեղում որպես fashion միայն չի։ Պարսիկները ոսկեղենը, ակնեղենը գնում են որպես ապահովություն։ Եվ իրենց ընտանիքի մեջ որպես ապահովություն պահում են այդ ակնեղենը, այսինքն տեսնում եք որոշ մի ծանր քար է առնում քեզնից, որ 1, 2, 3 սերունդ կարող է այդ ընտանիքի մեջ մնա, եւ եթե դժվարություն չունենա, որ պարտավոր ելնի ծախի, հավանական է մինչև վերջել ընտանիքի մեջ կմնա։ Ինչ գնային սեգմենտում եք աշխատում։ Այ օրինակի համար ամենաթանկ զարդը, որը երբևէ թալաընկերությունը վաճառել է, դոլարով որքան կարող է արժանալ։ Եթե կոմերցիոն գաղտնիք չի իհարկե։ Կոմերցիոն գաղտնիք չի, ես չեմ սիրում գիների մասին։ Ոսկերիչները ընդհանրապես չեն սիրում։ Հա, այդպես է, բայց ունեցել ենք, մենք տարբեր ռեյնջերի մեջ ունեցել ենք, այսինքն մեր ապրանքները մոտավորապես կարող է $1 միլիոն էլ նույնիսկ ապրանք։ Այդպեսի բան վաճառել կարող է։ Իսկ արքայի համար ժամանակին արված գործը այսօր որքան կարող էր գնահատվել։ Շատ։ Իր աշխատանքներից մեկը ես վերջերս մի վաճառական ինքը մեծ ձևով գտել էր, առել էր, դուրսից էր բերել, մի փոքր աման էր ոսկե, որ շաքար են պահում մեջ, շաքարաման էր։ Ինքը շուկա տարել էր եւ այս կողմից հարցուփորձ էր արել, ասել էին, որ էսի Լենվել Ավետյանի աշխատանքն է։ Եվ ինքը մեզ հետ կապվեց, ասա որ քոհորտ աշխատանք ունեմ, ուզում եմ բերեմ քեզի ցույց տամ։ Մի գին էր դրել, որ երևի
ինձ համար շատ զարմանալի էր, որ այդ աշխատանքը այդքան շատ մեծ գիներ գնահատվեց շուկայում։ Որքան։ Շատ։ Ձեռնարկությունը այժմ իրենից ինչ է ներկայացնում։ Որտեղ է այն։ Միայն Թեհրանում է, թե ունեք մասնաճյուղեր։ Չէ, մենք մասնաճյուղ չունենք, հաճախ մեզի հարցնում են դրա մասին, որովհետև մեր բրանդի անունով Ամերիկայում մի անձնավորություն կա, որ փորձել էր աշխատել, իհարկե ես փորձել եմ Այսինքն օգտագործելով ձեր բրենդը։ Այո, դժբախտաբար, բայց որովհետև հայրս գրանցել էր Թալա հիմնարկությունը Ամերիկայում, մենք կարողացանք որ որոշ չափով այդ հարցի դեմը առնենք, բայց դեռ կան փորձեր, որ դատի գործը հասավ։ Ոչ, չհասավ։ Հայեր։ Ոչ։ Պարսիկեր։ Դե եթե պարսիկները օգտագործում են հայի ստեղծած բրենդը փող վաստակելու համար, դա արդեն պատվաբեր է հայի համար։ Շատ։ Այո։ Ես մտածում եմ, որ ընդարձակեմ մեր աշխատանքը ապագայում, հիմա տեսնենք ինչպես կլինի, բայց մտածում եմ, որ արտասահմանում աշխատանք հիմնեմ, նաև երկարատևում հիմա տեսնենք, եթե լավ ստացվի, Հայաստան էլ նաև։ Իսկ ձեր թիմը ովքեր են ձեզ հետ աշխատում։ Ուրեմն իմ կինս Անահիտը ինձ դիզայնի մեջ շատ է օգնում, իմ քույրս Հայնուշը, նաև իհարկե անշուշտ իմ մայրս Նինան, որ իր փորձառությամբ, իր անցյալի բոլոր գիտելիքների, հարուստ գիտելիքների միշտ իմ կողքին է եւ խորհուրդներ տալիս աշխատանքի մեջ։ Ընտանեկան բիզնես է, բոլորս օգնում են ինձի, որպեսզի հաջողի աշխատանքը։ Նաև եղբայրս ինքը երբ որ կարողանում է բնականաբար օգնում է ինձի խանութի հարցերի վերաբերյալ եւ ընդհանուր շենքի կառավարելու հարցերի վերաբերյալ։ Ենթադրում եմ արտերկրում էլ պարտներներ ունեք, որովհետեւ հումքից գալի մասը ներկրվում է տարբեր երկրներից։ Եվ նայում եմ այդ ձեր հայրիկի պատրաստած քարտեզը աշխարհի բոլոր մայրցամաքներից այստեղ քարեր եք ներկրում։ Այո, մանավանդ ադամանդը բնականաբար առաջի անգամ Պարսկաստանում կոնզոնայթ քարը ես եմ բերել եւ դեռ ստեղում ծանոթ չէին կոնզոնայթի վերաբերյալ։ Երբ դիզայները արած գործը կրկնօրինակում են, մանավանդ արտերկրում, դա իրեն կարծում եմ պատիվ է բերում։ Գիտեմ, որ ձեր արած գործերը բազմիցս փորձել են եւ հաջողվել է երբեմն կրկնօրինակել։ Այո, իմ աշխատանքներից որոշները կային, որ դեռ սկիզբը որ սկսել էի, մի քիչ անփորձառու էի, ես ինչ-որ սարքում էի, ինքան ուրախանում էի, վեբսայթի մեջ էի դնում, եւ հետո զգացի, որ իմ որոշ ապրանքները կոպի էին անում, բայց իհարկե ոչ նույն որակի, ավելի ցածր որակի էին հանում, եւ հետո ես զգացի, դրա համար փորձեցի հիմա դիզայները այնպես անենք, որ այդպես հեշտ էլ չլինի ընդօրինակել։ Միթե զարդի դիզայնում դեռևս հնարավոր է նոր խոսք ասել։ Թե ամեն ինչ արդեն վաղուց ասվել է։ Ինչ նոր բան կարելի է էլեմենտ կամ ինչ-որ նախշ հորինել, որը մինչև հիմա, գիտեմ, քանի հազար տարի է ինչ գոյություն ունի ոսկերչությունը, որը մինչև հիմա դեռ չի արվել։ Այդպես չի, ոսկերչության մեջ այնքան անսահման է, որ շատ հնարավորություններ կարելի է դեռևս անել եւ շատ հետաքրքիր գործեր կարելի է անել։ Դիզայնի մեջ, գիտեք, ինչպես լավ մի նվագ կամ մի լավ նկարչություն, մեր գործն էլ այդպես է։ Մի պայծառ առավոտ արթնանում ես եւ մի բան մտքիդ մեջ կա եւ էդի գործադրում ես եւ էդի հետո իրականանում է, բնականաբար ուրախանում ես։ Էդի կապ ունի ուղղակի քո հոգեկան իրավիճակը այդ օրը կամ այդ շաբաթը ինչպես այլ է եւ համապատասխան էլ ստեղծագործում ես։ Ինչպես ասացիք, թանկարժեք զարդը կարող է տարբեր նպատակների ծառայել, կարող է պարզապես նյութական ներդրման միջոց լինել, ինչպես Իրանում է տարածված, ընդունված, եւ կարող է պարզապես զարդ գեղեցկություն լինել։ Անցամբ ձեր համար ինչ է ոսկերչական զարդը։ Զարդը ինձ համար ամեն ինչ է։ Զարդեր կա, որ աշխատանքը վերջանում է, այնքան եմ սիրում, որ չեմ ուզում վաճառեմ։ Եվ պատահած ժամանակ այնքան բարձր գին եմ դնում, որ չվաճառվի։ Կան զարդեր, որ ես շատ եմ կապվում իրանց հետ եւ պարզապես չեմ ուզում, որ վաճառվեն։ Դե զարդը առաջին հերթին իհարկե կանանց համար է, հա, երբևէ տղամարդկանց զարդեր արտադրել եք։ Այո, մենք տղամարդկանց մատանիներ ենք արտադրել, կան թևնոց, վզնոց տղամարդկանց, բայց Պարսկաստանում բնականաբար կանայք ավելի
ընդառաջում են, քան տղամարդիկ։ Հետաքրքիր է, որ ես շփվել եմ տարբեր հայ ոսկերիչների հետ, նաև այս հաղորդման շրջանակներում, նրանցից ոչ մեկ ինքը զարդ չի կրում, դա երևի խորհրդանշական է։ Այդպես է, իմ հայրս էլ այդպես այլ է, երբեք իր ձեռքերի վրա մատանի կամ որևէ օղ չկտեսնի, չգիտեմ ինչու է, բայց այդպես է։ Պարոն Հովսեփ, դուք նաև համայնքային կյանքով եք ապրում եւ կարևոր դեր եք խաղում այդ իմաստով։ Այո, ես հայկական հարցերի ուսումնասիրության կենտրոնի նախագահն եմ հուսկի, որը նույնն է Հայդատի հանձնախումբը Թեհրանի։ Մեր աշխատանքը հուսկի հիմնականում հայոց ցեղասպանության հարցը արծարծել է պարսկական, պետական, միջպետական եւ ուսումնասիրական հետախուզական կենտրոններում։ Նաեւ Վան Վասպուրական պատմական հարցերի կենտրոնի նախագահն եմ, որը հիմնել է իմ հայրս 1996 թվականին։ Դեպի Արևմտահայաստան օգտագնացություններ էր կազմակերպում, որ այդ աշխատանքը դեռևս շարունակում է Վասպուրականը, իմ եղբայրս Հարմիկը եւ իր կինը Իզաբելը շատ օգնում են։ Պարոն Հովսեփ, դե ձեր բիզնեսը ընտանեկան բիզնես է, եւ վստահ եմ արդեն հիմա մտածում եք, թե ովքեր են շարունակելու ձեր գործը տարիներ անց, հա, որդիներ ունեք։ Այո, ես երկու զավակ ունեմ, հույսով եմ, որ իմ նման շարունակեն, հիմա իրանք պիտի որոշեն ինչ գործ են ուզում անեն, դեռ շատ շուտ է։ Իսկ Անահիտը իմ կինս, ինքը Արարատ մարզամշակութային կազմակերպության պարախումբի ղեկավարն է այսօր։ Ինքը շատ է սիրում, որովհետև իր մայրը Վալերիա Մանուկյանը հայտնի սոլիստ է եղել նախքան հեղափոխություն Պարսկաստանի Royal Ballet-ում։ Դե ես տեսնում եմ, որ գործը շարունակողներ կան, եւ այդ ավանդույթներին հավատարիմ հաջորդ սերունդը վստահ եմ նույն պատվով կպահի կշարունակի գործը։ Շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ ձեզ էլ հաջողություն։